Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար, ընդգծելով, որ Թեհրանի եւ Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում։ Փեզեշքյանը շեշտել է, որ Թեհրանի եւ Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, իսկ հարցերը որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանից դուրս ուժերի արկայությունը հաճախ բարդացնում է խնդիրները, լուծմանը նպաստելու փոխարեն։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարության եւ ժողովրդին իրենց առաջնորդի եւ վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո ցուցաբերած աջակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Իրան մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության սգո արարողություններին։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ հուլիսի 8-ին ժամը 18-ին Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում, նվիրված նահատակ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Դեսպանատան տարածած հայտարարությունում նշվում է, որ Խամենեին փորձության ամենածանր օրերին կանգնեց իր ժողովրդի կողքին եւ դարձավ նվիրվածության, տոկունության եւ անձնվեր ծառայության խորհրդանիշ։ Այսօր դուրս են բերել Իրանի գերագույն հոգևոր նախկին առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մարմինը։ Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Իմամ Խոմեյնի հսկայական աղոթատեղիում հարգանքի տուրք մատուցելու Խամենեիի հիշատակին։ Սգավորները լաց են եղել ձեռքերում պահելով Իրանի պետական դրոշներն ու Խամենեիի դիմանկարները։ Սգահարողությունները մայրաքաղաքում կշարունակվեն մինչև հուլիսի 9-ը։ Ըստ սահմանված ժամանակացույցի հուլիսի 6-ին նախատեսված է հանրային հուղարկավորության թափորը, հուլիսի 7-ին արարողությունները կտեղափոխվեն Ղոմ քաղաք։ Սգո միջոցառումների շարքը կապարտվի հուլիսի 9-ին Մոշհադի Իմամ Ռեզայի սրբավայրում Ալի Խամենեիի հուղարկավորությամբ։ Արարողակարգերին կմասնակցի շուրջ 100 երկրի պաշտոնական պատվիրակություն եւ կրոնական գործիչ։ Նիկոլ Փաշինյանը այցելել է Վեդու ջրամբար ծանոթանալու կառուցվածքային աշխատանքների ընթացքին եւ ջրամբարի շահագործման մանրամասներին։ Պատասխանատուները զեկուցել են, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտված է եւ ջրամբարը պատրաստ է շահագործման։ Ներկայումս ջրամբարում կուտակված է մոտ 11.8 միլիոն խորանարդ մետր ջուր։ Մասնագետների խոսքով Վեդու ջրամբարը Հայաստանի համար եզակի կառույց է, որում կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտադիտարկող խոնավաչափ սենսորներ, որոնք նախկինում կառուցված նմանատիպ օբյեկտներում չեն եղել։ Ջրամբարը հագեցած է բազմաֆունկցիոնալ համակարգերով, այդ թվում վթարային արագ դատարկման խողովակաշարերով, որոնք ապահովում են կառույցի կայունությունն ու անվտանգությունը։ Ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը բացառել է Հարավային Կովկասում ռուսական էներգակիրների լիարժեք փոխարինումը։ Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը թեմայով համաժողովում Ավատկովը շեշտել է, որ ռուսական էներգակիրներն այսօր Հայաստանին մատակարարվում են արտոնյալ պայմաններով, իսկ ցանկացած այլընտրանքային ուղի անխուսափելիորեն կբերի գների կտրուկ աճի։ Անդրադառնալով Իրանի հետ համագործակցության հեռանկարներին, Ավատկովը դրանք համարել է աշխարհաքաղաքական առումով բարդ եւ տնտեսապես երկարաժամկետ նախագծեր, որոնք պահանջում են հսկայական ներդրումներ, ինչը ներկայիս լարված պայմաններում քիչ հավանական է։ Ռուս փորձագետը խոսել է նաև Հայաստանի ու Թուրքիայի սահմանի բացման մասին։ Ավատկովը նախազգուշացրել է, որ երկու երկրների տնտեսական հնարավորությունների հսկայական անհամաչափությունը կարող է հանգեցնել հայկական տնտեսության արտաքին ազդեցությանը ենթարկվելուն։ Որպես նախադեպ նա մատնանշել է Վրաստանի Աջարիայի շրջանը, որտեղ թուրքական կապիտալի գերիշխանությունը հանգեցրել է տնտեսական փաստացի վերահսկողության։ Մինչ սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը հանդես է եկել գաղափարական ուղերձով, ներկայացնելով իր քաղաքական ուժի հավատամքը։ Նրա խոսքով հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ չէ, այլ ընտրված ազգ, որն ունի պատմական առաքելություն։ Այս ճակատագիրը, որ մեզ հասել էր, ճակատագրի հիմնական ուղերձը այսպիսին էր՝ տարածել գաղափարները այդ, ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ։ Նա նաև հայ ժողովրդին համեմատել է հրեա ժողովրդի հետ, նշելով, որ վերջինս կարողացել է իրականացնել իր պատմական առաքելությունը, մինչդեռ իր գնահատմամբ հայ ժողովուրդը դեռ պետք է լիարժեք գիտակցի եւ ստանձնի իրեն վերապահված դերը։ Մականորեն ընտրված է եւ ունի առաքելություն։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից, հավելելով, որ որոշումը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։ Փաստաբանական թիմը վիճարկում էր առաջին ատյանի դատարանի կայացրած երկամսյա կալանքի որոշումը։ Ըստ դատարանի, Անդրանիկ Թևանյանի դեպքում թաքնվելու ռիսկ չկա, սակայն առկային նախաքննությանը խոչընդոտելու եւ նոր հանցագործություն կատարելու հավանական ռիսկեր։ Փաստաբան Արամ Օրբելյանը ընդգծել է, որ դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ իրենց փաստարկներին, կիրառելով ստանդարտ ձևակերպում, թե այս փուլում այն ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Փաստաբանը պնդել է, որ վարույթում ներառված նյութերը հանցագործության մասին չեն վկայում, հետևաբար հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող։ Պրոֆեսիոնալ թենիսիստուհի Ալինա Չարաևան այսու հետ միջազգային թենիսի մրցաշարերում կներկայացնի Հայաստանը։ Երկարատև բանակցությունների արդյունքում Կերոն զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Չարաևան ստացել է Հայաստանի քաղաքացիություն եւ հանդես կգա հայկական դրոշի ներքո։ Ներկայումս վարկանիշային աղյուսակում 118-րդ հորիզոնականը զբաղեցնող մարզուհու միանալը հայկական թենիսին էական քայլ է երկրի սպորտային մրցունակության բարձրացման եւ միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունը առավել տեսանելի դարձնելու գործում։ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները, հայտնել է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Պաշտոնյաները նաեւ քննարկել են հյուսիս-հարավ միջանցքի արևմտյան երկաթուղու զարգացման հարցը, համագործակցության հնարավորությունները միջանցքում թվայնացման գործընթացները արագացնելու եւ ժամանակակից թվային լուծումներ ներդնելու համար։ Ստավրոպոլի ներկանյութերի պահեստում հրդեհ է բռնկվել։ Կրակի տարածման մակերեսը հասել է մոտ 4000 քառակուսի մետրի, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ քաղաքի ղեկավարի նախնական տվյալի, տուժել է 1 մարդ։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սանկտ Պետերբուրգին, ինչի հետևանքով նավթային տերմինալում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հայտնել է, որ պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք միջոցներ են ապահովում ռուսական բանակի համար, ինչպես նաև հարվածել են Կրոնշտատին, որը կարևոր ռազմական թիրախ է։ Вооруженные силы России продолжают. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շարունակել Ուկրաինայի ուղղությամբ հարվածները, մասնավորապես ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքներում։ Պուտինը սպառնացել է ընդլայնել անվտանգության գոտին Ուկրաինային հարակից տարածքում՝ ի պատասխան Կիևի զինված ուժերի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների։ Միջուկային զենքի փոխարեն Իրանը հայտնաբերել է մեկ այլ զենք՝ Հորմուզի նեղուցը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մենք քննարկում ենք եւ համաձայնություններ ենք ձեռք բերում, թե ինչպես է նեղուցը շարունակելու գործել, ասել է նա։ Մեդվեդևը նաեւ զգուշացրել է, որ Իրանի իշխանությունը ունի ջերմամիջուկային զենք՝ Բաբել Մանդեբի նեղուցը։ Նա հայտարարել է, որ եթե այն փակվի, նավթի եւ նավագնացության բոլոր այլ փոխադրումները կարգելափակվեն։ Վաշինգտոնում հուլիսի 4-ին նախատեսված անկախության 250-ամյակի հանդիսավոր շքերթը չեղարկվել է։ Կազմակերպիչներն այս որոշումը կայացրել են ազգային օդերևութաբանական ծառայության անոմալ շոկի վերաբերյալ խիստ նախազգուշացումներից հետո։ Մայրաքաղաքում կանխատեսվող 40 աստիճանից բարձր տապը զուգորդվում է երկրի արևմտյան նահանգներում բռնկված աղետալի հրդեհներով։ Յուտայում եւ Կոլորադոյում 100 հազարավոր ակր տարածքներ արդեն մոխրացել են, ինչի պատճառով սկսվել է բնակչության հարկադիր տարհանում։ Իշխանությունները բազմաթիվ նահանգներում արգելել են տոնական հրավառությունները, փորձելով կանխել անգամ մեկ կայծից բռնկվող նոր վտանգները։ Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի մագնիսական փոթորիկ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Գեոմագնիսական փոթորիկը սկսվել է նախնական կանխատեսումից մոտ 1 օր ուշացումով։ Երկրի մագնիսական դաշտը գրեթե 24 ժամ դիմակայում էր արեգակնային զանգվածի արտանետումներին, սակայն ի վերջո չի կարողացել դիմակայել դրանց ազդեցությանը։ Իր հզորությամբ սա արդեն երրորդն է այս տարվա ընթացքում։ Չնայած արեգակի վրա ներկայումս նկատվող բծերի հսկայական խմբերին, դրանք դեռևս չեն առաջացրել սպասված գերհզոր բռնկումները, թեև գիտնականները նախապես զգուշացրել էին նման հավանականության մասին։ Ավստրալիայի հավաքականի երկրպագուները գրավել են ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկը։ Հավաքվածները երգելով, ցատկոտելով ձմերուկների վրա եւ խաթարելով սուպերմարկետի աշխատանքը, քաջալերել են իրենց հավաքականի թիմի մարզիկներին։
Մալիի կառավարական զորքերը եւ ռուսաստանյան ստորաբաժանումները վաղ առավոտյան լայնածավալ հարձակումների են ենթարկվել երկրի 5 տարբեր բնակավայրերում։ Ազավադի ազատագրման ճակատ անջատողական խմբավորումն արդեն հայտարարել է հյուսիսում Անեֆիս քաղաքում ներխուժելու եւ ռազմավարական դիրքեր գրավելու մասին։ Այս գործողությունները հաջորդել են ապրիլյան արյունալի իրադարձություններին։ Հարցականի տակ դնելով զինվորական վարչակազմի վերահսկողության իրական աստիճանը, ապստամբների նման մարտունակությունը պայմանավորված է արտաքին հովանավորչությամբ։ Ըստ որոշ աղբյուրների շոշափում են թե ուկրաինական հատուկ ծառայությունների տեխնիկական աջակցության եւ թե տարածաշրջանային հանցավոր ցանցերի հետքերը։ Հյուսիսում անկախ պետություն ստեղծելու անջատողականների ձգտումը Մալին վերջնականապես վերածել է աշխարհաքաղաքական բախման վտանգավոր թատերաբեմի։